Ուսումնական տարին ավարտվեց, շուտով կսկսվեն միությունները, քանի դիմորդ է հայտագրվել գիտելիքի ստուգման միասնական ստուգատեսին մասնակցելու համար, հարցնում եմ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենին։ Պարոն Նասիբյան, մինչև սպասվելիք քննություններին անդրադառնալը, նախ ստուգատեսի առաջին փուլին, այսպես ասած, ամփոփմանը անդրադառնանք, ձմեռային շրջափուլին քանի դիմորդներ այսպես մասնակցեցին ու ըստ էության քանիսը բավարարվեցին այդ գնահատականով ու հանգիստ կվայելեն արձակուրդները։ Ինչպես գիտեք, ընդունելության քննությունների դիմում հայտերը, այսպես կոչված հայտագրումը, կատարվում է 3 փուլով։ Առաջին փուլը, որ դիմորդները հայտագրվում են դեկտեմբերին եւ քննությունները հանձնում են հունվար-փետրվար ամիսներին, այդ փուլում դիմորդները նշում են միայն այն առարկաները, որոնցով ցանկանում են քննություններ հանձնել։ Երկրորդ փուլում հայտագրումը սկսում է ապրիլին, ավարտում մայիսին եւ հիմա այն փուլում ենք, որ նախապատրաստում ենք միասնական քննություններին։ Երկրորդ փուլում արդեն դիմորդը պարտավոր է գրել բուհը, մասնագիտությունը եւ այն առարկաները, որոնք պահանջվում են այդ մասնագիտության համար։ Սակայն, ինչպես գիտեք, հնարավոր է դիմորդը քննությունները հանձնի առաջին փուլում, իր ստացած գնահատականների արդյունքը իրեն բավարարի եւ այլևս երկրորդ կամ երրորդ փուլում քննություններ չհանձնի։ Արդեն շատերն են սկսել առաջին փուլով մասնակցել ու նաեւ բավարարվել։ Այս տարի մեզ համար անակնկալ էր, մեծ անակնկալ իհարկե 11608 դիմորդ են ունեցել հունվար-փետրվար ամիսներին։ Սովորաբար միջին ցուցանիշը ինչ երկրորդ փուլում են մասնակցում, եթե ճիշտ եմ հիշում։ Նույնիսկ 24 թվականի երկրորդ փուլից ավելին են մասնակցել այս տարի։ Եվ մեկ քննությունից դրական են ստացել 9769 դիմորդ։ Երկրորդ փուլին հայտագրվել են դրանցից 9449, այսինքն 96%-ը, որովհետև նրանք մեկ քննություն են հանձնել ընդամենը եւ դրական են ստացել։ Երկու քննություններից պահպանել են 1465 հոգի։ Այսինքն դրական ստացածներից, որոնք դրական են ստացել, երկու քննություններում արդյունքները իրենց բավարարել են։ Երկրորդ փուլում միայն նշել են մասնագիտությունը եւ բուհը, քննությունները գրել են արդյունքը պահպանում են իրենք։ Եվ դա կազմել է 11.6%։ Իրենք այլևս չեն մասնակցելու երկրորդ փուլի քննություններին, միանգամից իրենց արդյունքները մասնակցելու են մրցույթին։ Երկրորդ փուլի մասնակցությունը շուտով, հունիսի 10-ից ենք սկսում, առաջին քննությունը հունիսի 10-ին է եւ այդպես երեքշաբթի եւ ուրբաթ օրերը ավարտում ենք հունիսի 30-ին։ Նախապատրաստական ինչ աշխատանքներ են այս փուլում։ Մենք նախապատրաստական աշխատանքները բավականին մեծ են, ասեմ, որ առաջին անգամ մենք հունվար-փետրվար ամիսներին ունեցել ենք միասնական քննությունների 50 քննական կենտրոններ, որ մեզ համար աննախադեպ էր։ Իհարկե դա պայմանավորված է նաև եղանակային պայմաններով, որովհետև եղանակ թույլ չէր տալիս բոլոր, այսպես ասած, բաց տարածքները օգտագործել որպես քննասենյակներ։ Այսինքն մենք ընտրում էինք հիմնականում քիչ թե շատ ջեռուցվող տաք սենյակներ, որտեղ կարող են կազմակերպել քննությունները։ Իսկ ամռան ամիսներին մենք արդեն բաց տարածքներին կարողանում ենք օգտագործել եւ եթե հունվար-փետրվար ամիսներին մենք օգտագործել ենք 50 միասնական քննական կենտրոն, արդեն հունիսին օգտագործում ենք 46 միասնական քննական կենտրոն, այսինքն 4-ով պակասել է ԻԱՇ-ի տարվա եղանակի։ Ավելի մեծ են քննական կենտրոնները։ Ավելի մեծ են քննական կենտրոնները, հունվար-փետրվար ամիսներին մենք խուսափում ենք մարզադահլիճների, ինչ չէ նաև նիստերի դահլիճների, որտեղ ոչ բոլոր դպրոցներում են մարզադահլիճները եւ նիստերի դահլիճները ջեռուցում։ Հայտագրման փուլը արդեն ավարտված է, մայիսի կեսերին կարծես թե արդեն հայտնի են, այսպես ասած, պոպուլյար մասնագիտությունները։ Ունենք այսօր 11590 դիմորդ։ Չհաշված այն դիմորդները, ովքեր որ չեն հանձնում, պարզապես իրենց գնահատականները օգտագործելու են մրցույթի ժամանակ։ Բայց եկեք պայմանավորվենք այսպես, ինձ համար դիմորդների թիվը ոչ այդքան էական է, որքան քննությունների թիվը։ Այսինքն դիմորդ քննությունը լինելու է 20762 դիմորդ քննություն։
այսինքն 20762-ի համար գնահատման եւ թեստավորման կենտրոնը տպագրել է թեստեր, տպագրել է պատասխանների ձևաթուղթ, իրենց համար առանձնացնել են քննական կենտրոններում տեղեր եւ իրենց քննությունները ավարտելուց հետո պատասխանների ձևաթուղթները եւ թեստերի հետ միասին գալիս է գնահատման եւ թեստավորման կենտրոն, մենք այնտեղ ստուգելու ենք այդ 20762 գրավոր աշխատանքներ։ Դրանք պատրաստ են թեստերը արդեն։ Չէ, թեստերը դեռևս պատրաստ չեն, պատրաստման փուլում են թեստերը, պատասխանների ձևաթուղթը այս մի քանի օրվա ընթացքում արդեն պատրաստ կլինեն։ Երևի այս վերջին 4-5 տարվա ընթացքում ամենից շատ քննություն հանձնում են անգլերեն առարկայից։ Եվ հունվար-փետրվարին, եւ անցած տարի, եւ նախանցած տարի նույնն է կրկնվում է։ Հանձնում են 5911 հոգի անգլերեն քննություն հանձնում, երկրորդում մաթեմատիկան է 4951, երրորդում հայ լեզու եւ հայ գրականությունը 4644։ Այդ առարկաներով ընդունելությունը ավելի, այսպես հնարավորությունը մեծ է։ Հնարավորությունները ավելի մեծ են։ Տեսեք, եւ մաթեմատիկա, հայ լեզու, մաթեմատիկա, անգլերեն եւ երրորդ տեղում հայ պատմությունն է 1289։ Դրանից հետո արդեն գալիս են 1000-1000-ի մոտ թվեր։ Նորագույն տեխնոլոգիաների սրընթաց զարգացման փուլում ու ֆոնին շատ ուսանողներ, դիմորդներ, ավելի ճիշտ, ապավինում են ոչ միայն գիտելիքին, այլև հնարավորություններին, զարտուղի ճանապարհներով գնահատական կորզելուն, ինչը սպասվում նրանց այդպիսի դեպքերի բացահայտման դեպքում գուցե ժամանակն է եւս մեկ անգամ հարթակն օգտագործել խուսափելու համար որը խնդիրներից։ Այո, իհարկե մենք մետաղորսիչներով դիմորդին անպայման մուտքի դեպ ստուգում ենք իրենք իրենց հեռախոսները չեն կարող մուտք գործել քննական կենտրոն կամ քննական սենյակ։ Տեսեք, եւ մուտքի ժամանակ ենք մենք ստուգում, եւ քննասենյակ մտնելուց այնուամենայնիվ քննասենյակում գրավոր գրելու ժամանակ մի քիչ ուշադիր լինելու դեպքում, եթե կա քննասենյակում ինչ-որ մեկը որ կարողանում է օգտվել կամ փորձում է օգտվել, մենք անպայման հայտանբերում ենք։ Ինչ հետևանքներ են ունենում բախտախնդրության հետևից գնացողների այդ գործողությունը։ Տեսեք, կարգը պահանջում է, եթե քննասենյակում անկախ նրանից այդ հեռախոսը աշխատում է, չի աշխատում, այդ հեռախոսում այսպես կոչված ծածկագիր կա, չկա։ Ինչ կա, օգտվել է, չի օգտվել, այնուամենայնիվ հեռախոսը հայտնաբերելու դեպքում անմիջապես հեռացում է դիմորդը քննասենյակից։ Առաջին քննությունները երբ էին կհիշեցնեք։ Առաջին քննությունը հունիսի 10-ին քիմիայի եւ ռուսաց լեզու առարկաներ։ Պարոն Նասիբյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես շնորհակալ եմ։ Տաղավարում էր գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրենը։